Մեր 4-րդ դասը եկեղեցու պատմության վերնագրել եմ այսպես. քաղաքականացման վտանգների եւ վանականների միսիոներության ժամանակաշրջան 500-ական թվականներից 501-ից մինչև 750 թվականները։ Այսօր խոսելու ենք այս ժամանակաշրջանի մասին 500 թվականից մինչև 750 թվականը։ Հիշում եք, օրինակ 100-ից մինչև 300 թվականը, 300-ին եկեղեցին դառավ պետական եկեղեցի։ Ինչու եմ ասում քաղաքականացման վտանգը, որովհետև պետական եկեղեցին դեռ քաղաքական եկեղեցի չէր, քաղաքական իշխանություն ունեցող եկեղեցի չէր։ Եվ մենք տեսնում ենք հրաշալի, պատկերացրեք այս եկեղեցիները, որ առողջ այն եկեղեցիները, հալածվող եկեղեցիները, որ մարդիկ իրենց կյանքն էին դնում հանուն Քրիստոսի, այս առողջ ընթացքը եկեղեցու հիմա նաև պետական պետությունը ոչ թե ճնշում էր եկեղեցիներին, ոչ թե հալածում էր, ոչ թե սպանում էր Քրիստոսի հետևորդներին, այլ լայն դաշտ էր բացել իրենց գաղափարների տարածման համար, լայն դաշտ էր բացել միսիոներության համար, եւ մենք տեսնում ենք հրաշալի ընթացք այս առումով, նախորդ դասի մեջ տեսանք, բայց արդեն եկեղեցին քաղաքական կշիռ էր հավաքում եւ դառնում էր քաղաքական միավոր, եւ քաղաքական միավորը ինքը գայթակղություն ունի, մանավանդ որ շատ երկրներում եկեղեցու քաղաքական իշխանությունը ավելի բարձր էր, քան երկրի, օրինակ, թագավորի իշխանությունը կամ իշխանների իշխանությունը։ Հատկապես Հայաստանում կտեսնենք, որ եթե չեմ սխալվում 400 մեր վերջին թագավորը Արշակունիների 428 թվականից արդեն թագավոր չենք ունեցել, հետո Բագրատունիները եկան ավելի ուշ, բայց երբ որ թագավոր չկար, եկեղեցին էր, որ ներկայացնում էր երկիրը միջազգային հարաբերություններում։ Եվ այս Հռոմում ընդհանրապես Հռոմի պապը կամաց վերածվում էր թագավորների քաղաքական իշխանություն ուներ, քան շատ քաղաքական ինստիտուտներ։ Եվ այս գայթակղությունը, իշխանության գայթակղությունը, ճնշումը նաև ոչ միայն սա քննադատություն ընդունենք, այլ նաև պիտի հասկանանք, որ եթե եկեղեցին ներկայացնում է քաղաքական, այսպես կշիռ, եւ ինքը արդեն ազգի կամ ժողովրդի պատասխանատուն է դառնում, օրինակ այդպիսի դեպքեր կային, երբ որ կաթողիկոսը գնում էր եւ բանակցում էր, օրինակ, արաբ խալիֆի հետ եւ այնտեղ այդ բանակցությունների ընթացքում բնականաբար երկրի համար էր բանակցում, ժողովրդի համար էր մտածում եւ երբ որ տեսնենք բանակցությունների արդյունքում ինչ պայմաններ եղան, գուցե եւ հոգեվոր առումով սրանք սխալ որոշումներ էին, բայց քաղաքական առումով գուցե եւ արդարացված, ես հիմա ես չեմ ուզում մենք քննադատենք կամ ինչ-որ դատենք, ուզում եմ ասել, որ իրավիճակը այնպիսին էր, որ երբ որ եկեղեցին էր արդեն երկրի քաղաքականությունը ներկայացնում, այստեղ տուժում էր հոգևոր մասը, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով, այսպիսի դարաշրջան ենք մենք մտնում։ Սկսենք Հայաստանից, 6-րդ դարը Հայաստանի քրիստոնեության համար եկեղեցու պատմության առումով 6-րդ դարը, որ 500 թվականից է սկսում, քաղաքական ճնշումների մի կողմից, հիշում եք նախորդ անգամ, որ Սասանյան Պարսկաստանը պարթևներին ընդհանրապես
վերացրեց իրանց պետությունը, եւ քանի որ Հայաստանում պարթևական դինաստիա էր, արշակունիները, նաեւ ճնշում կար Հայաստանի վրա, եւ նաեւ կաթողիկոսները Գրիգոր Լուսավորչից մինչև Սահակ Պարթև իրենք բոլորը Լուսավորչի սերունդներն էին եւ ճնշում կար Պարսկաստանի կողմից եւ նաեւ Բյուզանդիայի կողմից ճնշում կար, նաեւ հիշենք Քաղկեդոնը, որ բաժանում եղավ, Քաղկեդոնի ժողովը, եթե հիշենք այդ միաբնակության, երկաբնակության հարցը, ընդհանրապես սա մի հարց էր, որի շուրջ կարելի էր շատ հանգիստ նստել ու պայմանավորվել։ Մանավանդ որ առաքելական եկեղեցու միաբնակության սահմանումը, երբ որ կարդում ենք, ես որպես ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ կարդում եմ ու ասում եմ շատ չի տարբերվում, ասենք քաղկեդոնական երկաբնակությունից եւ արդեն հասկանում ենք, իրենք էլ հավատում են, որ Քրիստոս միաժամանակ Աստված է եղել եւ միաժամանակ մարդ, հիշում եք նախորդ անգամ այդ շիկացած երկաթի պատմությունը, որ մեկը ասում է կրակն ու երկաթը առանձին են, մյուսն էլ ասում է կրակն ու երկաթը նոր որակի ինչ որ նյութ են դառնում, ընդամենը այսպիսի կարում ասեմ, որ քաղաքական բաժանում եղավ եւ այսպիսի տարաձայնության շուրջ ամբողջ եկեղեցին պառակտվեց։ 506 թվականին Դվինի առաջին ժողովն է լինում Հայաստանում, դեռ վրացիներն ու աղվանքը այսօրվա Ադրբեջանի տարածքում քրիստոնեական պետություն է եղել, աղվանքի եւ Վրաստանի եպիսկոպոսները ենթարկվել են հայոց կաթողիկոսին եւ իրենք էլ էին մասնակցում, եւս մեկ անգամ մերժվեց այստեղ քաղկեդոնականությունը, մինչ դա արդեն Դվինում ինչու եղավ, որովհետև 480 թվականին կաթողիկոսարանը Վաղարշապատից տեղափոխվել էր Դվին, Դվինը պարսիկների համար Հայաստանը կարծես իրենց մարզերից մեկն էր եւ այդ մարզի կենտրոնն էր եւ բնականաբար նաեւ մայրաքաղաքի ֆունկցիան գնաց Դվինի վրա եւ կաթողիկոսարանը տեղափոխվեց այնտեղ 428-ին արդեն ասեցի թագավորներ գահանկեց եղել, այստեղ շատ հետաքրքիր պատմություն կա Սահակ Պարթևի հետ կապված, որ ուղղակի ժամանակը չի հերիքում անդրադառնալ ինքը ասում են, որ պատմիչները ասում են, որ շատ վատ երիտասարդ թագավոր է եղել եւ նախարարները գնացել են պարսիկներին բողոքել են, որ պարսիկները իրան գահընկեցան են ավելի լավ առանց թագավոր լինեն, քան թե այդպիսի թագավոր, բայց կաթողիկոսը, որ Սահակ Պարթևն էր Մեսրոպ Մաշտոցի ժամանակ ավետարանչության, մենք տեսնում ենք այս ավետարանչության փափագը իր մեջ, նաեւ գրերի Աստվածաշնչի թարգմանության, որովհետեւ ինքը հունարենի լավ մասնագետ էր, նաեւ այստեղ տեսնում ենք իր Տիրոջը նվիրված բնավորությունը, որ մերժում է, ասում է ես դեմ չեմ գնա թագավորին, եւ այնտեղ շատ հետաքրքիր խոսքեր է ասում, որ հիվանդ ինքը ոնց որ հոտի իմաստով, հա, եկեղեցական հոտի իմաստով հիվանդ գառնուկ է, եւ իրան չպիտի մենք մերժենք, այլ պիտի օգնենք, որ փոխվի, մի խոսքով։ Իրան զրկում են կաթողիկոսությունից եւ նշանակում են արդեն պարսիկներն են նշանակում կաթողիկոսներ եւ այսպիսի շատ դժվարին ճնշումներով անցնում եկեղեցին եւ դառնում է հետագայում քաղաքական համար մեկ միավորը, որ ներկայացնում է հայ ժողովրդին 552-553 թվականներ գիտեք հռոմեական տոմարը որ կար Քրիստոսի ծնունդից էր հաշվում, որ մենք հիմա օգտագործում ենք, հետագայում դա ձևափոխվեց, ճշտվեց եւ այսօր ամբողջ աշխարհն է անցնում։ Գիտեք, որ օրինակ մուսուլմանները իրենց տոմարը ունեն եւ եթե չեմ սխալվում, Մուհամեդի ծնվելուց են հաշվում, ինչ են հաշվում, բայց այստեղ հայերն էլ ստեղծեցին իրենց տոմարը, ինչ շատ հետաքրքիր էր։ Եթե ուզում եք իմանալ հայկական տոմարով մենք որ թվականին ենք 552 թվականին
նավասարդ ամսվա ամսի 1-ը 0-ն համարվեց, հիմա եթե 2026-ից անենք 552, կտեսնենք հայկական տոմարը, բնականաբար այսօր այդ տոմարը չկա, բայց այս տարիներին Դվինի երկրորդ ժողովը, երբ որ գումարվեց 554 թվականին, արդեն 552-ը դարձավ 0 տարեթիվը, այսպես հայկական տոմարի։ Գնանք առաջ, 591 թվականին Հայաստանը բաժանվեց երկու մասի, պարսկական եւ բյուզանդական այդ պատերազմների ընթացքում, եւ սա նաեւ իր ազդեցություն ունեցավ, որովհետեւ բյուզանդական մասում դարձան քաղկեդոնական եկեղեցիները իր կաթողիկոսով, իսկ պարսկական մասում իմիջիալոս Պարսկաստանը եւ հետագայում կտեսնենք նաեւ արաբները, արաբական խալիֆայությունը, իրենք հատուկ օգնում էին եկեղեցուն, որպիսի ինքը չդառնա, այսինքն Բյուզանդիան, քանի որ իրանց դեմ գործող ուժեր, իրենք ճնշում էին քաղկեդոնականությունը եւ օգնում էին հակաքաղկեդոնականությանը։ Լրիվ անցել ենք քաղաքական միջավայր, այսինքն ամեն ինչ որոշում են դրսի ուժերը։ Անկամ մի շատ տխուր պատմություն կա, որ Աղվանքի եպիսկոպոսները, Աղվանքի կաթողիկոսը իրենք ընդունում են քաղկեդոնական հավատքը եւ Եղիա կաթողիկոսը զորք է խնդրում արաբներից եւ գնում է ու այդ զորքը ըստ պատմիչ Մովսես կաղանկատվածու շատ դաժանորեն ճնշում է եւ անգամ ես անձամբ կարդացել եմ կաղանկատվածու պատմություն աղվանած աշխարհի գիրքը եւ այնտեղ ասում է որ մի քիչ առաքելական եկեղեցու որպես կողմնակից ինքը ներկայացնում է ու եթե չեմ սխալվում շատ կոպիտ բառերով ասում է որ այդ մեռան բայց չհրաժարվեցին իրենց հավատքից, իսկ պատկերացնում եք քրիստոնյա եկեղեցու առաջնորդը արաբներից զորք է վերցնում, որպեսզի քրիստոնյա եկեղեցու առաջնորդներին կոտորի, եւ սա շատ տխուր էջ է եկեղեցու պատմության մեջ։ Եվ սա իհարկե հետագայում պատմիչները փորձում են արդարացնել, որ Հայաստանի ժողովուրդն էր վտանգի տակ եւ նա ստիպված այդպես արեց, երեք եմ կարդացել, եթե չեմ սխալվում, Օրմանյանն խոսում սրա մասին, որ սա ստիպված գնացած քայլ էր, որ ստիպված արեց, բայց հասկանում ենք, որ եկեղեցին թեկուզ եւ ստիպված անում էր բաներ, չգիտենք ստիպված արել, թե ինչ շարժառիթներով, բայց անում էր բաներ, որ չի տեղավորվում քրիստոնեության պատկերացման մեջ։ Պատճառը եկեղեցին քաղաքականացվել էր։ Եվ սա իր մեջ այսպիսի վտանգներ էր պարունակում։ 633 թվական Կարինի եկեղեցաժողովի ժամանակ Եզր առաջին կաթողիկոսը ընդունում է քաղկեդոնականությունը։ Իհարկե քաղկեդոնականության որոշակի տեսակ է ընդունում, բայց իրենից հետո հիմնականում պատմիչները ասում են միայն իր գահակալության ժամանակ, բայց իրենից հետո տեսնում ենք, որ հաջորդ ժողովը, երբ որ Հայաստանը վերջնականապես հրաժարվում է քաղկեդոնականությունից, դա 726 թվականի Մանասկերտի ժողովն է լինում, որտեղ վերջնականապես հետ է դառնում հակաքաղկեդոնականությանը։ Գնանք առաջ, արագ հայկական մասը անցնեմ եւ անցնենք միջազգային մասին, բավականին հետաքրքիր զարգացումներ են նաեւ լինում։ 630-ից 640 թվականներին արաբների արդեն արաբներն են գալիս, մուսուլմաններն են գալիս թատերաբեմ եւ մուսուլմանությունը ընդհանրապես փոխում է քրիստոնեության կարգավիճակը, գիտեք, մուսուլմանները գրավում են շատ արագ Մուհամեդի գաղափարախոսության մեջ էր, եթե Քրիստոսի գաղափարախոսությունը սիրո քարոզչությունն էր, խոսքով ավետարանելով մարդկանց հավատք փոխանցելը, Մուհամեդի գաղափարախոսությունը սրով մեկ տառ եք անում, սիրովից դառնում է սրով չեն ընդունում, կոտորվում են եւ սրով
իրենք մուսուլմանությունը տարածեցին, հիշում եք նախորդ անգամները դպրոցները այդ մերձավոր արևելքի, հյուսիսային Աֆրիկայի ամբողջ տարածքները այդտեղ քրիստոնեական կենտրոններ էին եւ բոլորը ավիրվում են եւ մինչեւ Իսպանիա գրավում են, Հայաստանը նույնպես գրավում են եւ հետագայում կտեսնենք Ֆրանսիայում Տուր քաղաքի մոտ ճակատամարտը տեղի ունենում եւ այդտեղ արաբները պարտություն են կրում, թե չէ կգնային ամբողջ Եվրոպան կգրավեն եւ մուսուլմանությունը ուղղակի կանգնում է այդտեղ եւ հետո նաեւ Իսպանիան են հետ գրավում հետագա ժամանակներում, բայց այդ ժամանակ Իսպանիան արաբների տիրապետության տակ է լինում։ 680 թվական գանք միսիոներությանը մի հրաշալի պատմություն կա հայ եպիսկոպոսի հետ կապված Իսրայել անունով եպիսկոպոսը գնում է միսիոներության հարավային ներողություն հյուսիսային Կովկասի այդ ցեղերին ավետարանչություն է անում եւ խազարների թագավոր կա կամ կոչվում են կովկասյան հոներ, սրանք թուրքական ցեղեր են եւ այսօրվա Դաղստանի տարածքում շատ հզոր թագավորություն է եղել եւ իր ավետարանչության արդյունքում էլի հրաշքներով, բժշկություններով մոտ 100 տարի այդ պետությունը լինում է քրիստոնեական պետություն եւ սա Իսրայել եպիսկոպոսն է, որ այսօրվա Դաղստանի տարածքում մոտ 100 տարի քրիստոնեական պետություն է հիմնում 719 թվական որ ասացի Եղիա առաջին կաթողիկոսը արաբական զորքով ճնշում աղվանքի քաղկեդոնական եկեղեցին, սա 702 թվականն է, 719 թվական Հովանես Օձնեցի կաթողիկոսը մեկնում է Դամասկոս եւ Օմար II խալիֆի այդ բանակցությունների ժամանակ հայկական եկեղեցին ազատվում է հարկերից եւ բավականին լավ այսպես պայմաններում է հայտնվում, բավականին լավ եւ թվում է նախ որ հայ ժողովրդի համար բավականին լավ պայմաններ էին բայց այսպես դրսի աղբյուրները մի քիչ ուսումնասիրեցի, հետաքրքիր էր իսկ որտեվ հայկական աղբյուրներում չկար դա իսկ ինչ էր խոստացել կաթողիկոսը այդ արտոնությունների դիմաց, իհարկե դրսի աղբյուրները ասում են, որ ոչինչ էլ չէր խոստացել, պարզապես ասել էր, վստահեցրել էր, որ Հայաստանը հնազանդ գավառ կլինի արաբական այդ խալիֆայությունում եւ ոչ մի խնդիրներ, ապստամբություններ չեն լինի եւ եկեղեցին կլինի դրա երաշխավորը եւ այսպիսի լավ պայմաններով եկեղեցին ազատվել էր հարկերից եւ ընդհանրապես արտոնություններ էին տրվել քրիստոնեությանը նաեւ այս դարաշրջանում է որ առաջ է գալիս Պավլիկյան շարժումը, չգիտեմ դպրոցում հիշում եք թե չեք հիշում դպրոցից, բայց մի փոքր ասեմ, որ Պավլիկյան շարժումը ծնվել էր բարձր հայքում եւ շատ մեծ տարածում ստացավ, շատ մեծ 3 փուլ կա, առաջինը ձևավորման փուլը, հալածանքների փուլը եւ դարավ ռազմական պետություն, այսինքն երբ որ տեսան շատ են հալածում, եթե ուզում եք իմանաք ինչեր էին անում, եկեղեցին հրաման արձակեց, հենց Մանազգերտի ժողովի ժամանակ Օձնեցին, Հովանես Օձնեցի կաթողիկոսը օրենքից դուրս հայտարարեց Պավլիկյաններին եւ իրենց վրա աղվեսադրոշմ էին դնում, չգիտեմ գիտեք դա ինչա թե ոչ, տեսել եք որ ձիերի վրա շիկացած երկաթով նշան են դնում, այդպես այս մարդկանց վրա ճակատներին նշան էին դնում շիկացած երկաթով, որ բոլորը իմանան, որ իրանք աղանդավորներ են եւ նաեւ կտրում էին ձեռքերի եւ ոտքերի ջլերը
որ չկարողանան տեղաշարժվել։ Այսպիսի օրենք կար եւ շատ ծանր հալածանքներ եղան, քանի որ դիտվում էր, տեսեք, երբ որ եկեղեցին արդեն պետությունն է, եկեղեցու դեմ որոշակի ուժ, որոշակի այնպես չստացվի, թե Պավլիկյանների վարդապետությունը շատ լավ վարդապետություն էր։ Ես հիմա որ ասեմ ինչ էր, կիմանաք, որ իրականում շեղված վարդապետություն էր։ Օրինակ իրանք հավատում էին, թե երկու աստված կա, մի աստվածը դա միջալուց հիմա էլ կան մարդիկ, որ տենց են հավատում, 5 կտակարանի աստվածն է, որը չար է եւ ստեղծել է նյութական աշխարհ, իսկ նոր կտակարանի աստված, ինքը բարի է, ինքը հոգեվոր, այսպես աստված է, այսպեսի շեղված վարդապետություն ունեին, մերժում էին Քրիստոսի մարմնով աշխարհ գալը, ասում էին Քրիստոս ոչ մի բան չի ունեցել մարդուց, ինքը ամբողջովին աստվածային է եղել եւ իր մարմինն էլ ուղղակի պատրանք է եղել, որ մարդկային մարմնով է, այսպիսի շատ շեղված հայացքներ ունեին, բայց սա ռեֆորմացիայի առաջին փորձն էր, որը ցավոք սրտի, օրինակ, տեսեք Մարտին Լյութերի ռեֆորմացիան տեղի ունեցավ մեկի միջոցով, ով Աստվածաշնչի գիտակ, աստվածաբան, դասախոս, կրթված մարդ, իսկ Պավլիկյանների էս ռեֆորմացիան, որ եկեղեցու այսպես ծիսակարգերի, սխալ սովորույթների դեմ էր, ինքը սովորական չկրթված մի մարդ էր, հիմնադիրը, անունը գրել եմ ինչ որտեղ, Պողոս Առաքյալի աշակերտներից մեկի անունով Սիլվանոս էր, մի խոսքով, ինքը սովորական մարդ էր, չկրթված, ոչ մի հոգևոր կրթություն չուներ, ինչ որ մեկը վերադառնում է արաբական բանտարկությունից, սարկավակ մեկը, եւ իրան նվիրում է մի, քանի որ օգնում է այս մարդը, խնամում է իրան, բարի մարդ է լինում, եւ ինքը նվիրում է գրվածքներ, որտեղ 4 ավետարաններ էին եւ Պողոսի թղթերը, միջալոց Պավլիկյաններ են կոչվել, որովհետեւ շատ սիրել են Պողոսի թղթերը եւ Պողոսի թղթերով են առաջնորդվել, դրա համար Պողոսի անունով Պավլիկյաններ են կոչվել եւ ինքը սկսում է կարդալ, երբ որ կարդում է Աստվածաշունչը, տեսնում է, բայց ինչքան ենք մենք հեռացել հավատքից, հետն էլ քանի որ կրթություն չունի, ամեն ինչ իր տրամաբանությամբ, ինչպես հասկանում է, այդպես սովորում է, քանի որ շատ լավ հռետոր է լինում, շատ համոզիչ է սովորեցնում, դրա համար եմ ասում, համոզիչ խոսելը դեռ չի նշանակում ճիշտ խոսել, ամեն ինչ պետք է քննվի Աստվածաշնչով, եւ Աստվածաշնչից շատ շեղված բաներ է խոսում, բայց շարժումը տարածվում է, մանավանդ հալածանքները, այս նահատակի մտածելակերպն են բերում, որ մենք հանուն Աստծու ենք նահատակվում եւ շատ արագ տարածվում է, իմիջիալոց շատ դաժանաբար նաեւ ճնշվում է, բացի այն, որ հալածանքներ են լինում, այդ աղվեսադրոշմը, ջլատելը եւ ջլատել բառը այդտեղից է գալիս, եւ նաեւ երբ որ պետություն են ունենում Բյուզանդիայի կայսրը, ի վերջո կոտորում է այդ ժողովրդին եւ բանակը պարտություն է կրում, դրանից հետո Պավլիկյանները, իհարկե հաջորդ դասին խոսենք սրա մասին, գնում են Բուլղարիա, Բուլղարիայում անոր շարժում առաջանում, հետո տարածվում են Եվրոպայով, մի խոսքով այդ գաղափարախոսությունը անունը փոխում է, բայց իրան այսպես ոչ ոք չի կարողանում կանգնեցնել։ Այսքանը հայկական միջավայրից գանք միջազգային, համաշխարհային քրիստոնեության միջավայրին եւ 500-ականներից սկսենք, եկեք սկսենք 524 թվականից Բոեցիոս անունով փիլիսոփա քրիստոնյա մի աշխատություն է գրում փիլիսոփայության մխիթարանքի մասին աշխատությունը եւ տեսեք ինչ թեմաներով այս աշխատությունը, ես գիտեմ որ շատ անուններ կասեմ, որ ծանոթ չեք, բայց այս քրիստոնեության պատմության մեջ
մեծագույն հետք է թողնում հետագա օրինակ միջնադարյան մտքի վրա այս մարդու գրածները մեծ ազդեցություն են ունենում օրինակ նայեք ինչ թեմաներով է տեսեք ձեզ կհետաքրքրի այս թեմաները թե ոչ ինչու են արդարները տառապում ինչ է երջանկությունը նախասահմանություն եւ ազատ կամք եւ այսպիսի թեմաներով փիլիսոփայական աշխատություն 524 թվականին 553 թվականին Կոստանդնուպոլսի երկրորդ տիեզերաժողովն է տեղի ունենում որտեղ կայսրը փորձում է հաշտեցնել քաղկեդոնականներին եւ հակաքաղկեդոնականներին ու մի այսպիսի միակամություն, այսինքն ինչ-որ միջին վիճակ, հա, երկու անձ, բայց մեկ կամք։ Հետո դուրս է գալիս, որ ոչ Հռոմի եկեղեցին է սա ընդունում, ոչ արևելյան եկեղեցիները, որոնք բաժանվել էին, այդ թվում նաև հայ առաքելական եկեղեցին եւ շատ ավելի բացասական ազդեցություն անում։ 564 թվական, ինչա տեղի ունենում Հիշում եք նախորդ անգամ խոսեցինք Պատրիկի մասին, որ ամբողջ Իռլանդիան, որ ստրուկ էր եղել եւ հետո Աստծո կանչով գնացել էր ու ամբողջ Իռլանդիան դարձրեց քրիստոնեական։ Հիմա այստեղ ասում են, թե այդ ավազակի սերունդներից է, որ ծովահենը, որ Պատրիկին վերցրել էր առաջի անգամ, բայց չգիտեմ, եկեղեցական հայտնի մարդկանց շուրջ այնքան առասպելներ են հյուսվում, որ չգիտես դա այդպես է թե ոչ, բայց պատմությունը ասում է, որ իռլանդացի միսիոներ Կոլումբան, լավ անունա չէ, Կոլումբա, ինքը նշանակում է եկեղեցու աղավնի իրանց լեզվով, Իռլանդիայի թագավորի թոռն է լինում եւ միսիոներական կենտրոն է հիմնում վանական համալիր Շոտլանդիայում եւ 33 տարի Շոտլանդիայում մի կղզի է իրան նվեր տալիս թագավորը այդ տեղից 33 տարի ծառայում է թե Շոտլանդիային, որ նոր ընդունել էր քրիստոնեությունը, լուսավորչական գործ անում, դպրոցներ, եկեղեցիներ է հիմնում եւ թե հեթանոսական անգլիական ցեղերին է ոչ միայն ավետարանում, այլև քրիստոնյա դարձնում։ Եվ Կոլումբան բավականին մեծ ազդեցություն է ունենում։ Միսիոներությունը շարունակվում է 597 թվականին Հռոմի Պապը Բենեդիկտյան վանական իմիջիալոց 529-ին Բենեդիկտ անունով մի ոգևորական հիմնել էր Բենեդիկտյան միաբանությունը վանական համալիր, այդպես եւ արդեն բենեդիկտյանները իրենք ուղարկում են միսիոներներ տարբեր տեղեր եւ Հռոմի Պապի օրհնությամբ Օգոստինոս Քենթերբերցին գնում է, իրան անվանում են Բրիտանիայի առաքյալ եւ գնում է որպես միսիոներ եւ թագավորն է ապաշխարում եւ երևի լսած կլինեք Քենթերբերիի եպիսկոպոս այդ Անգլիայում էդի շատ մեծ հայտնի պաշտոն այնքան առաջին եպիսկոպոսն է լինում Քենթերբերիում գանք 600-ից 630 թվականներ եւ տեսնում ենք որ պարսկաբյուզանդիական եւ հետո արաբա-բյուզանդական պատերազմներն են այստեղ տեղի ունենում, արդեն ասեցի արաբները նվաճում են ամբողջ հյուսիսային Աֆրիկան եւ Պարսկաստանն են նվաճում, իմիջիայլոց էլի քաղաքական հարց։ Արաբները, նաեւ դրանից առաջ պարսիկները նեստորական շեղված եկեղեցին հիշում եք, նեստորականներին առանձնահատուկ դեր են առանձնահատուկ տեղ են տալիս եւ օգնում են եւ իրանց ռազմական ուժով, իրանց քաղաքական ուժով այնպես են անում, որ նեստորականությունը զարգանա, ինչու, որովհետեւ բյուզանդացիները, բյուզանդական եկեղեցին դեմ էր նեստորականության։ Եվ քանի որ այսպես թե այնպես քրիստոնյաներ կային, իրենք այնպես էին անում, որ քրիստոնյաները չդառնան քաղկեդոնական, այլ լինեն, չգիտեմ, նեստորական ու հակաքաղկեդոնական։ Պատկերացրեք, քաղաքականությունը մտել էր եկեղեցի։ Եվ մենք այս ամեն ինչից դասեր պիտի քաղենք, որովհետև այսօր էլ քաղաքականությունը փորձում է մտնի եկեղեցի։ Եվ ինձ ցավ է, օգտվելով սրանից ասեմ, իմ սրտին ցավ է, շատ մեծ ցավ։ Երբ որ ես տեսնում եմ
հոգևորներ, հատկապես հոգևոր հովիվներ, հոգևորական մարդիկ, ովքեր մոռանում են, որ մեր քաղաքականությունը երկնքում է, որ մենք երկնքի արքայության դեսպաններն ենք, եւ իրենց քաղաքական կողմնորոշումը մտցնում են լրատվական դաշտ կամ սոցիալական ցանցեր։ Երբ որ հոգևորը քաղաքական դիրքորոշումը մտցնում է ընդհանուրին հասանելի դաշտ, ինչ է լինում։ Լինում է պառակտում։ Չգիտեմ, արևմտամետները ծաղրում են ռուսամետներին, ռուսամետները ծաղրում են կամ չգիտեմ բողոքում են արևմտամետերից, եւ դուք տեսնում եք, որ Քրիստոսով քույր, եղբայր կամ հովվակից կամ ծառայակից հովիվներ իրար փնովում են։ Դու համաձայն ես, իմ պատկերացումով բարիքը սա է, չարիքը սա է, մեկն ասում է իմ պատկերացումն էլ էսի է չարիք, էնի է բարիք։ Հիմա մենք Քրիստոս ենք քարոզում, թե մենք աշխարհի փրկիչներ ենք քարոզում։ Մեր փրկությունը այստեղ է, մեկն ասում է չէ, մեր փրկությունը այստեղ է։ Նույն պատմությունը, որ Իսրայելը Ասորեստանի արշավանքից առաջ կամ Բաբելոնի արշավանքից առաջ ուներ։ Մեկ ասում էր մեր փրկությունը Ասորեստանի մեջ է, մեկ ասում էր Եգիպտոսի մեջ է, եւ բաժանվել են երկու մասի։ Աստված իրաց մարգարեների միջոցով ասում էր. ձեր փրկությունը իմ մեջ է, ինձ նայեք, եւ եթե դու պիտի քաղաքական հայացքների պատճառով իմ համար ամենաանընդունելի բանը ծաղրն է, երբ որ ծաղրում են դիմացին։ Դուք դեռ այդպես եք մտածում, քիչ շեղվեցի պատմության թեմայից, բայց այս էլ մեր ժամանակակից պատմությունն է, երբ որ քաղաքականությունը մտնում է եկեղեցի, երբ որ եկեղեցին երբեմն տեսնում եմ եկեղեցական մարդկանց, որոնք մտածում են, որ ես մտածում եմ իրանք ավելի շատ իրենց երկրի հատուկ ծառայությունների ներկայացուցիչ են, թե երկնքից տրված հատուկ ծառայության ներկայացուցիչ են։ Գիտեք չէ, երկնքի հատուկ ծառայությունը որն է։ Լիազորված Քրիստոսի կողմից մարդկանց հոգիների փրկության գործին աջակցելու համար։ Իսկ այս երկրի հատուկ ծառայությունները իրենք լիազորում են մարդկանց, որ լրատվական դաշտը լցնեն իրենց գաղափարախոսությամբ։ Մեկ-մեկ նայում եմ ու ասում եմ, որ ծառայությանն եք ծառայում։ Եվ սա եկեղեցու քաղաքականացման վտանգն է, սիրելիներ, որից մենք բոլորս էլ ունենք քաղաքական հայացքներ, բայց մենք չպիտի դառնանք քաղաքականացված եկեղեցի։ Մենք պիտի ծառայենք թե արևմտամետերին, թե արևելամետերին, թե հյուսիսամետերին ու հարավամետերին։ Մենք ծառաներ ենք այստեղ։ Մենք չպիտի ինչ-որ մի տերության կամ գերտերության շահը պաշտպանենք։ Գնանք առաջ, արաբները շատ լավ օգտագործում էին նեստորականներին, որպեսզի քրիստոնյաներին տրամադրեն Բյուզանդիայի դեմ, եւ դա շատ լավ ստացվում էր, բայց Աստված դեպի բարին գործածեց նաև սա։ Գիտեք ինչ եղավ, նեստորականները ուժեղացան, եւ քանի որ Պարսկաստանը արդեն իրենց համար բաց էր, իրանք Պարսկաստանով սկսեցին ավետարանել, գիտեք այդ մետաքսի ճանապարհը, հասան, գիտեք մինչև որ, մինչև Չինաստան։ Եվ 635 թվականին նեստորական քրիստոնյա Ալոպենը հասնում է Չինաստան, այն ժամանակվա իրանց դինաստիայի կայսրի հետ անձնական հանդիպում է ունենում, ներկայացնում է քրիստոնեությունը եւ կայսրը այնքան հետաքրքրված է լինում քրիստոնեությամբ, որ հանձնարարում է այս միսիոներին, թեև նեստորական, բայց հանձնարարում է թարգմանել քրիստոնեական գրականությունը չինարեն։ Սրանք պատմական փաստեր են եւ 781 թվականին նեստորական այդպիսի քարե տախտակ կա, որի վրա եւ չինարեն է գրված եւ ասորերեն է գրված, երկու լեզվով կա, պատկերացնում եք Չինաստան, չինարեն ու ասորերեն, եւ խոսվում է լուսավոր կրոնի մասին, եւ տեսնում ենք նաեւ այդտեղ, որ շատ եկեղեցիներ են հիմնվում,
եւ պատմական փաստեր կան դրա մասին 635-ից 638 թվականներին չինարեն թարգմանվում է Հիսուս Մեսիայի կանոնը, այդպես է կոչվում, գիրքի միջալոց շատ հետաքրքիր պատմություն կա սրա մասին, իհարկե նեստորականությունն է այնտեղ քարոզվում, բայց պատկերացրեք, որ այս 635-ից 638 թվականներին գրված գիրքը պատահական մի բուդդայագետ, որ Չինաստանն է ուսումնասիրում, պատահական գնում է 1922 թվականին եւ կարդալուց հետո եւ ուսումնասիրությունից հետո հայտնաբերում են, որ սա վկայություն է, որ այս ժամանակներում, որ 7-րդ դարում Չինաստանում քրիստոնեություն է եղել եւ ասում են հասել է մինչեւ Կորեա։ Իհարկե Կորեայից շատ տեղեկություններ չունենք, բայց որ Չինաստանում եղել է, սա պատմական փաստ է։ Գնանք առաջ, մոտենում ենք վերջին, արդեն 664 թվական Whitby Synod-ում, գիտեք, կրկին քաղաքականություն։ Բրիտանիան երկու եկեղեցիների ազդեցության տակ էր, մեկը կելտական, իռլանդական ազդեցությամբ, մյուսը Հռոմի։ Եվ արդեն Հռոմը այնքան է ուժեղանում, որ Հռոմի ազդեցության, այսինքն ամեն ինչը իրենց կանոնակարգը եւ այլն, արդեն մերժում են կելտական ազդեցությունը եւ Հռոմի եկեղեցին իր գերիշխանությունն է հաստատում Բրիտանիայի եկեղեցիների վրա։ 681 թվականներին Կոստանդնուպոլսի երրորդ տիեզերաժողովն է տեղի ունենում, որը դատապարտում է երկրորդի ընդունած միակամությունը, երկրորդ ժողովի։ Եվս մեկ միսիոների մասին խոսենք, շատ հրաշալի գործ, այս անգամ Անգլիայից։ Բոնիֆացի անունով, իրական անունը Վինֆրիդ է եղել, Հռոմի պապն է այս անունը տվել, Բոնիֆացի նշանակում է բարիք գործող։ Անգլիացի բենեդիկտյան վանական, որը կոչվում է, իրան անվանում են Գերմանիայի առաքյալ։ Եվ գերմանացիներին է գալիս, ոչ թե գերմանացիներին, գերմանական ցեղերին, որովհետև այն ժամանակ նաև Հոլանդիայում եւ շատ մինչեւ Բավարիա ինքը ավետարանում է եւ նաեւ նահատակվում է Հոլանդիայում մկրտության ժամանակ, երբ որ մկրտում էր նորադարձներին, այդպես հարձակվում են զինվորներով հեթանոս, այն ժամանակ դե հեթանոսություն էր տիրում, հեթանոս մի զորք, հեթանոսների գլխավորությամբ հարձակվում են եւ նահատակվում է Բոնիֆացին։ Շատ հետաքրքիր պատմություն կա 754-ին է նահատակվում, 723-ին գիտեք, միշտ հրաշքներով է չէ լինում ավետարանչությունը, եթե ուզում եք հրաշքներ տեսնեք, նվիրվեք ավետարանչությանը եւ աղոթ կարեք ամենակարևորը։ Ինչ է տեղի ունենում։ Այս գերմանական ցեղերը քաղաքի անունը չեմ գրել, բայց կարծեմ Հեսեն էր քաղաքի անունը, այդտեղ իրենք հավատում են ունեն մի Աստված, որը հատուկ սուրբ կաղնի կար, որ ասում էին, եթե այս կաղնուն վնասես, ինքը կայծակով քեզ կխփի։ Այսի շատ լավ առիթ էր Բոնիֆացիի համար, եւ ասում է ձեր Աստծուն հավատում եք, չէ՞ ինքը իրականում կսպանի, չէ՞ ինձ, ասում են այո։ Ասում է դե մի հատ կացին տվեք։ Եվ կացինը վերցնում է ու այս կաղնին սկսում է կտրել եւ արդեն չգիտեմ իրականում միջև վերջ կտրում է թե ավանդույթ է, ասում է որ մի հատ ուժեղ քամի է լինում եւ այդ կիսակտրած կաղնին էլ այդ քամին է տապալում, այս ժողովուրդը տեսնում է որ այդ իրանց հավատացած Աստվածը, որը իրականում չկա, բնականաբար ոչ մի վնաս չի տալիս Բոնիֆացիին եւ հավատում են արդեն ականջները բացվում է, հավատում են իրենց քարոզությանը եւ ընդունում են քրիստոնեություն։ Անգլիայում 731 թվականին գիրք է գրվում Վեդա պատվելին, գրում է անգլիական, կամ այսպես անգլիացիների եկեղեցական
պատմություն, աշխատությունն է գրում եւ անգլիացիների համար նախ շատ բան ենք իմանում այս աշխատության միջոցով եկեղեցիների մասին, քրիստոնեության մասին, բայց անգլիացիների համար, ոնց որ հայերի համար Մովսես խորենացին, այդպես իրենց համար ոչ միայն եկեղեցու պատմությունն է սա, այլ նաեւ անգլիացիների պատմությունը եւ շատ հետաքրքիր, որ ինքը հատուկ անձամբ գնում է եւ իր գրվածքների մեջ, մինչեւ դա այդպիսի հստակությամբ չի եղել երբևէ, որ վստահելի աղբյուրներով ինքը ասում է որտեղից է կարդացել, ինչ գրքից է այս մեջ, ոնց որ ժամանակակից գիտական գրականություն, որ արխիվից, որ գրքից, անգամ մարդիկ ուղարկում Հռոմից են փաստաթղթեր ուսումնասիրում, գրքեր ուսումնասիրում, ում հետ որ անձնական հարցազրույց է ունենում, ասում է, որ այս մարդը այսինչ օրը այսինչ բանը ասեց, հիմնվելով այսինչ փաստերի վրա, եւ շատ կարծեմ նաեւ գիտական գրականության հիմք է դրվում այս աշխատությունով, եւ վերջինը ու կանգնենք աղոթքի 732 թվականին, հիշում եք, որ ասեցի կանգնեցրեցին Ֆրանսիայում ճակատամարտ տեղի ունեցավ, Տուրի ճակատամարտը եւ արաբական արշավանքը կանգնեցվեց, արաբները պարտություն կրեցին այստեղ եւ իրենց զորքերը հետ նահանջեցին Իսպանիա, թե գրավելով գալիս էին։ Հետաքրքիր էր։ Ես կարծում եմ, որ պետք է մենք որպես քրիստոնյաներ տեղյակ լինենք քրիստոնեության պատմությունը, նաև դասեր սովորենք սխալներից եւ ինչու՞ չէ, վերցնենք օրինակ, որովհետեւ այսօր էլ կարիք կա միսիոներներ։ Գիտեք, այն ժամանակ մարդիկ մահվան վտանգի տակ, մահվան սպառնալիքը իրենց աչքերի առաջ գնում էին բարբարոս ցեղերի, գերմանական ցեղերը այսօրվա Գերմանիայի քաղաքակիրթ երկիրը չի եղել, կամ տեսնում ենք Բոնիֆացիի պատմության մեջ, որ մկրտության ժամանակ եկել են եւ սպանել են, կամ կելտական այդ ավետարանչությունը, միսիոներությունը անգլիական հեթանոս ցեղերին, դու միայն պատկերացրեք, կամ Իսրայել եպիսկոպոսը, որ գնաց խազարների այդ թագավորություն այնտեղ քրիստոնեություն քարոզելու, այսօր մարդիկ դժվարությամբ պատկերացրեք, ձեզ առաջարկվում է ձեր քաղաքը փոխել Հայաստանում, մենք ուզում ենք ենթադրենք այսինչ քաղաքում եկեղեցի հիմնենք եւ ծառայողներ են պետք, գոնե մի 3 ընտանիք, որ գնան միասին այնտեղ եկեղեցի սկսեն, արդեն հարցեր են առաջանում, բա երեխեքի դպրոցը, բա աշխատանքը, բա Աստված ամեն ինչ կհոգա, էլ չեմ ասում, որ հանկարծ միտք առաջանա գնալ ինչ-որ մուսուլմանական երկիր, դե միտք միշտ առաջանում է գնալ ինչ-որ եվրոպական երկիր միսիոներության, սս միտքը հաճելի է, հանգիստ է, այնտեղ պետությունը, որ ոչինչ էլ չլինի, բարեկեցիկ է, կարելի է այնտեղ ապրել, ես չեմ ասում, որ հնարավոր չի, որ Աստված, ես մարդ եմ ճանաչում, որ հավատում եմ, մեր եկեղեցում էլ ծառայել է, անունը չտամ, հավատում եմ ամբողջ սրտով, որ Աստված իրան կանչել է եւ ուղարկել է շատ բարեկեցիկ երկիր միսիոներության։ Ես չեմ ասում դա հնարավոր չի։ Բայց այսօր մենք խնդիր ունենք եկեղեցում կյանք դնելու։ Մենք խնդիր ունենք եկեղեցիներ հիմնելու, որ մարդը թողի իր բարեկեցությունը եւ գնա, մտնի պայքարի մեջ, դա հոգևոր պայքարը առաջի հերթին, որը դրսևորվում է նաեւ նյութական իմաստով, բարեկեցության իմաստով, ու դու պիտի թողես, եւ այս մարդիկ թողում են։ Պատկերացնում եք, այն ժամանակներում մինչեւ Չինաստան հասնելը ինչ էր նշանակում։ Չինաստանի կայսրի մոտ մտնելը ինչ էր նշանակում։ Բայց Աստված, չգիտեմ նեստորականների առումով ինչ արեց, որովհետև Չինաստանում եկեղեցին գուցե 1 դար, 2 դար գոյատևեց ու դրանից հետո տեսնում ենք, որ
ճնշվում է այդ եկեղեցին, նայեք եկեղեցին հիմնելը ավելի հեշտական եկեղեցին պահելը, բայց այն որ Աստված է հիմնում այդ եկեղեցին, իհարկե Աստված մարդկանց է օգտագործում, բայց Աստված նաև զորացնում է այդ եկեղեցին։ Եվ ուզում եմ ավարտել մի խոսքով, այս անգամ մի քիչ շատ խոսեցի դասերից, ինչ դասեր ենք ընդունում այստեղ։ Աստվածաշնչից, երբ որ առաքյալներին շատ ճնշում էին ու մտածում էին հալածեն, չհալածեն, բանտարկեն, ծեծեն, ինչ անեն, սպանեն, չսպանեն, հրյա կրոնավորները, Գամաղիել անունով մի իմաստուն մարդ կար, ասեց, եթե Աստծուց է, ոչինչ չեք կարող անել, եթե Աստծուց չի, իրանք ոչ մի բան չեն կարող անել, ինչպիսի լավ խորհուրդ, երանի թե այսօր մենք այդ լարվածությունը հանենք մեր միջից և փնտրենք Աստծու կամքը և չգիտեմ, մեկ ինձ ասում են սրա մասին խոսա, նրա մասին խոսա, նրա մասին խոսա, ես իհարկե սովորեցնում եմ շեղումների մասին, մենք դասեր ունենք, դասաշար ունենք կրոնների մասին, որտեղ նրա մասին անդրադառնում եմ, բայց մենք ամեն սխալ խոսացողին ուղղող չպիտի լինենք, մենք ճշմարտությունը խոսողներ պիտի լինենք։ Մենք ճշմարտությունը խոսողներ պիտի լինենք, իսկ ճշմարտությունը Աստծո խոսքն է, Աստվածաշունչը։ Եվ երանի թե հասկանային մարդիկ, որ ջլատելով, աղվեսադրոշմով կամ չգիտեմ, սպանելով միայն բորբոքում են աղանդավորական կրակը։ Իսկ ճշմարտությունը քարոզելը ամենալավ դեղամիջոցն է ցանկացած շեղումից ազատվելու համար։ Ճշմարտությունը քարոզողներ լինենք եւ նաեւ մեր սիրտը թող բաց լինի Տիրոջ առաջ, որ երբ որ ինքը մեր սրտին դնի, ես չեմ ուզում ինչ-որ մեկը ոգևորությամբ ասի, ես ուզում եմ դառնամ միսիոներ, գնում եմ, գուցե քեզ Տերը չի կանչել, այս դասից ոգևորված գնաս, ոչ մի բան էլ չի ստացվի, բայց երբ որ Տիրոջից առար, հաստատ Աստված քեզ է տալի, եկեք կանգնենք ու գոհանանք Տիրոջից այս ժամանակների եկեղեցու համար, շնորհակալ ենք Տեր, ամեն ժամանակների եկեղեցու համար, ինչպես Իսրայելի ժողովուրդը անապատային կյանքից մինչև Քրիստոսի գալը, Եգիպտոսից դուրս գալուց մինչև Գողգոթայի խաչը անցնում էր դաստիարակման, ինքնակրթության, քո կողմից խրատների, ցնցումների, հալածանքների, նվիրման ու դավաճանությունների ընթացքով, այնպես էլ քո եկեղեցին Տեր, անցել է մի ընթացքով, որ հասել է մեր օրերը, քո հանձնարարությունը, քո առաքելությունը, որ մենք ենք ընդունել այսօր։ Եվ շնորհակալ ենք Տեր այս բոլոր մարդկանց համար, որոնց մասին խոսեցինք եւ չհասցրեցինք խոսել այս կարճ ժամանակամիջոցում, որոնք իրենց կյանքի գնով պահեցին հավատքը, որոնք գուցե ոչ այնպիսի վարդապետական մաքրությամբ, ինչպիսին այսօր կա քո եկեղեցում, բայց իրենց նվիրումով քրիստոնեությունը տարան խավարի մեջ նստած ազգերին։ Շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ ենք, որ երբ որ եկեղեցին քաղաքականացվեց վանական համալիրներում, քո զավակները լցվում էին քո հոգով և գնում էին անորոշության մեջ, գնում էին խավարի մեջ նստած մարդկանց, տարբեր երկրների ու տարբեր ազգերի քո բարի լուրը հասցնելու և քո հանձնարարությունն էին կատարում։ Շնորհակալ ենք, որ ունենք այսպիսի օրինակներ և հատկապես Հայաստանի հետ կապված, հայ եկեղեցու հետ կապված, որ ունենք այս միսիոներության փափագը մեր գեների մեջ և աղոթում եմ մեր ժողովրդի համար, մեր ժողովրդի բոլոր
քո զավակների համար, որ ընդունել են քեզ եւ ապրում են քո խոսքով, որ արթնացնես այդ միսիոներության հոգին, աշխարհով մեկ սփռված Հայաստանում ապրող մեր եկեղեցում լինող մարդկանցից յուրաքանչյուրը, որ քո անունն է կանչում, թող վառվի այդ կրակով ազգերին քո ավետարանը հասցնելու։ Եվ շնորհակալ ենք այս հրաշալի օրինակների համար, թե Հայաստանից եւ թե համաշխարհային եկեղեցու պատմությունից, որ մենք ունենք մեր առջև։ Շնորհակալ ենք, Տեր, գոհանում ենք քեզանից, Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։